Գիտեք, ես պարանոիդ շիզոֆրենիկի գործողությունները եւ քայլերը մեկնաբանում եմ միայն հոգեբուժները։ Ես չեմ կարող մեկնաբանել, բայց ամոթ է այս երկրի համար նման ղեկավար ունենալը։ Ուղղակի ամոթ է։ Ես շարունակեմ։ Ես ուզում եմ անդրադառնալ Իրանի այդ հզոր մեր բարեկամ պետության գործողություններին։ Իրանը վերահսկում է երկրի ողջ տարածքը, միջազգային բոլոր հեղինակավոր լրատվամիջոցները եւ քաղաքական գործիչները հայտարարում են, որ Իրանը վերահսկում է երկրի ողջ տարածքը։ Եվ դեռ ավելին, Իրանի ժողովուրդը չի վախենում անգամ հրթիռահրետանային այդ հարվածներից եւ դուրս է եկել փողոցները պաշտպանելու իր երկիրը, իր կառավարությունը, իր իսլամական հանրապետությունը։ Բացի այդ, Ալի Շիրազին, Իրանի ամենահեղինակավոր այաթոլլա հոգևորականներից մեկը սրբազան պատերազմ է հայտարարել Իսրայելին եւ Ամերիկային այաթոլլայի հոգևոր առաջնորդի սպանության համար։ Իրանը ոչ միայն չի վախենում Ամերիկայի դեմ, այլ հզոր հարվածներ է հասցնում Ամերիկայի։ Նայեցեք, ոչնչացվել է 5 արբանյակային հզոր կայան, 2 դեսպանատուն, 2 կոնսուլություն է ոչնչացվել, ոչնչացվել է կենտրոնական հետախուզական վարչության եւ Մոսադի մի շարք ռազմակայաններ։ Հարված է հասցվել Ամերիկայի Միացյալ Նահանգների 14 ռազմաբազաներին, ոչնչացվել են կարևոր կապի եւ միջոցներ, ավերվել է 2 նավահանգիստ, որտեղ բազա ունեին Ամերիկայի Միացյալ Նահանգները, ոչնչացվել է 2 աշխարհի ամենախոշոր նավթի վերամշակման գործարանը, ոչնչացվել է աշխարհի ամենախոշոր հեղուկ գազի վերամշակման գործարանները, եւ այդ բոլորը արվել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից։ Ես մի օրինակ բերեմ, 20,000 արժեքով հրթիռով ոչնչացել են 5 արբանյակային կայան, որոնք յուրաքանչյուր $2 միլիարդ է, 50 հազարանոց անթաչու թռչող սարքով ոչնչացնում են, ուտիլիզացնում են, օգտագործում են հրթիռներ, պատրիոտի հրթիռները, որոնք արժեն $4 միլիոն։